Անհարատեսելի հեռուստադիտողներ, ապրիլի 11-ին 19:00 Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի բեմում Երևանի Մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա առաջնախաղով։ Մացառուտներ, անբարբար դրամա։ Ինչի մասին խոսել ենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է երաժշտական ձևավորող Անուշ Գրիգորյանը եւ իհարկե նաեւ Անուշը խաղում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք։ Ես եմ շնորհակալ։ Դե պատմեք, ինչպես որոշեցիք, որ պետք է ներկայացումը լինի եւ պետք է խաղաք, ինչպես ստացվեց այդ ամբողջ process-ը։ Մեզ եւ հեռուստադիտողին հետաքրքիր է։ Բարի։ Այդ process-ը ներկայացնելը հաճելի է, լավ կլինի այդպես, բայց ներկայացման մասին չեմ խոսի։ Ինչի՞։ Դե դա կգաք կտեսնեք։ Դե մի քիչ խոսեք։ Մի քիչ հեռուստադիտողի հետաքրքրություն։ Ես կասեմ ինքը ներկայացումը միստիկ է։ Շատ խոր իմաստ, բազմաշերտ ու չի ուզենա փակագծեր բացել։ Նույնիսկ վերնագիր ընտրելուց մենք այնքան զգուշ ենք եղել, որ ինչ որ շատ հուշող, կենտրոնացնող ինչ որ բան չլիներ, քանի որ ինքը շատ բանի մասին է, շատ խոր իմաստ է, չի ուզենա, որ տենց ինչ որ կոնկրետացում լիներ, որ մարդկանց երևակայությունը, հանդիսատեսի երևակայությունը չսահմանափակվեր։ Ու այսօր էլ մտադիր չեմ ես սցենարի հետ կապված, թեմայի ինչ որ փակագծեր բացել։ Դե լավ, եկեք խոսեք ձեր մասնակցության հետ կապված բեմադրել, ինչ պիես է։ Բեմադրել է Յուրի Կոստանյանը։ Պիեսը այդ իր մտածածն է, իր գրածն է, միասին ենք իհարկե աշխատել, իր հեղինակածն է եւ իր բեմադրածը, բայց հիմքը եւ հումքը կարելի ասել իմն է։ Այդպես փոքր էտյուդից տենց մեծացավ, աճեց, ջուղեր տվեց, դրա վրա սկսեցինք աշխատել, այսպես մի քիչ ավելի հեռու գնամ ասեմ, որ ես սկսեցի պարոն Կոստանյանի մոտ պարապմունքների հաճախել, իր դասերին մասնակցել, ու ինչ հանձնարարություններ, որ ինքը ուսանողներին տալիս էր, ես էլ դրանք ինտեգրվում էի ամեն ինչի մեջ, անմասին չէի մնում, ու այդպես մի անգամ մի էտյուդ մտածեցինք, հետո առիթ եղավ անցած տարի ինչ որ Սա ձեր առաջին փորձն է։ Այո։ Այսինքն դուք դերասանուհի չեք։ Դերասանուհի չեմ, առնչություն ունեցել եմ իմ կյանքում Մնջախաղի հետ մի քանի 3 դեպք, սա արդեն 4-րդը հիմնական եղավ։ Առաջի անգամ է, բայց կարելի ասել, որ արդեն Բայց ինչպես եկաք այդ որոշման։ Իմ ենթագիտակցության մեջ շատ վաղուց։ Բայց հանգամանքների վերումով մի այս 3 տարուց ավել է, որ արդեն Յուրի Կոստանյանի հետ որ ծանոթացա, սկսեցի առնչվել, տեսնելով իր փորձը, վարպետությունը, իր մտածողություն, վերլուծականները եւ այլն, ես սկսեցի իր բոլոր պարապմունքներին, դասերին բան մասնակցել, ու ես էլ արդեն չհասկացա ոնց, հիմա որ հետ եմ նայում, ես էլ հիմա զարմանում եմ, թե ինչպես ես դարձա դերասանուհի։ Դե շատ լավ է։ Եկեք խոսենք ինչ բարդություններ եղավ բեմադրության ընթացքում, բեմում քանի հոգի եք եւ պարոն Կոստանյանը բա ինչի՞ չի եկել այսօր։ Մենք իրեն էլ ենք հրավիրել։ Զբաղված էր։ Այո։ Ինքն էլ պարոն Թադասյանին էլ դիմեցինք, զբաղված են իրենք պրոֆեսիոնալ մարդիկ են։ Հա, դե մենք ոչ պրոֆեսիոնալ մարդիկ ենք, իրանք մեզ մոտ հյուր չեն գա։ Ինձ հետաքրքիր է բեմում քանի հոգի է զբաղված այսպես։ Ես եւ պարոն Կոստանյանը։ Երկուսով եք։ Այո։ Իսկ հեշտ է պարոն Կոստանյանը հետ աշխատելը։ Չէ՞։ Շատ դժվար է, շատ բարդ է։ Հիմա մեծությունների հետ։ Հիմա կարող է հեռուստադիտողներից մեկն էլ որոշում է, որ Մնջախաղի թատրոնի դերասանուհի է ուզում դառնալ, մենք ասենք, որ սա շատ բարդ եւ պատասխանատու աշխատանք է։ Պարոն Կոստանյանի հետ իրոք հեչի շատ հետաքրքիր է, շատ ուսանելի է ու անսպառ է, անընդհատ իրենից ինչ որ բան կարող է սովորել ու բարդ է։ Դա էլ է հետաքրքիր։ Մեծությունների հետ միշտ է բարդ կարծում եմ։ Իսկ իմ ընտրացնել ինքը շատ բարդ արվեստ է։ Այո, շատ բարդ արվեստ է։ Իսկ ինչպես որոշվեց, որ Մնջախաղի թատրոնի դերասանուհի դառնաք։ Ես միշտ դա ասում եմ, փոքրուց եղել է արդեն իմ մեջ սիրել եմ, միշտ ուզել եմ, երազել եմ, որ լինում եմ, այ ես այն որ շատ անգամ ասում են, դե խա երազանք է, չգիտեմ ինչ, կմեծանա կանցնի եւ այլն, բայց չէ, դա այդ
իմ հետ այսպես այդքան ապրել եմ իմ կյանքը sense ամբողջ, բայց ինձ բաց չի թողել այդ ցանկությունը։ Ու ձգտումս այնքան շատ էր, որ ես այդպես հանդիպեցի շատ լավ վարպետին։ Եթե շատերը մնջախաղ այնպիսի արվեստ է, որ մեծ տարիքում ինչ որ մի տարիք կա, եթե շատերը թողնում են, ես հիմա նոր սկսել եմ։ Ինչ տարօրինակ է։ Սիրում եմ այդպիսի տենց։ Դե արվեստագետը որ մի քիչ տարօրինակ չլինի, էլ ինչ արվեստագետ։ Դա Դա նորմալ է, տարօրինակություններ իմ կարծիքով բոլորս ունենք, ինչքան է տևողությունը ներկայացման։ Մի ժամ։ Մի ժամ։ Ինձ հետաքրքիր է, այդ ինչ մոգական բան կա, որ այդ բարդ արվեստով, որովհետև մնջախաղը իրականում բավականին բարդ է նաև հանդիսատեսի համար։ Կարողանում եք մի ժամ հանդիսատեսի տես շունչը պահած պահել որպես հանդիսատես։ Ոնց է ստացվում։ Դա ինչի շնորհքն է։ Նախ շատ աշխատել է պետք, շատ աշխատատար է։ Շնորհք է պետք ու տենց լավ մասնագետի հետ առնչվել է պետք հանդիպել սովորել։ Իսկ պարոն Կոստանյանի հետ կապված ինչն է բարդ։ Ինչն է բարդ, չգիտեմ, այս բեմադրության հետ կապված։ Ոչ միայն այս բեմ ներկայացման, նախ այս ներկայացման հետ բարդությունները նաև նրանում են, որ ես փորձառու չեմ, չէ՞, պիտի ամեն ինչ զրոյից սովորում եմ, ու մենք այս քանի ամիս կլինի, երևի մի 9 ամիս այս կոնկրետ այս ներկայացման վրա որ աշխատում ենք, մենք ավելի երկար սկսել ենք աշխատել, բայց կոնկրետ այս ներկայացումը 9 ամիս անընդհատ process է գնացել, մինչև այս վերջերս մենք ոնց որ անընդհատ մշակում էինք։ Նիշ որ արդեն всё որոշել ենք, ամեն ինչ պատրաստ այդպես չի եղել։ Ու դա էլ ավելի հետաքրքիր էր։ Մի տարօրինակ բան ասեմ, որ ես արդեն մենք անդադ որ այդ աշխատատար այդ process-ը գնում էր, ամեն ինքներ շատ բծախնդիր է, որ ոչ մի ինչ որ կեղծ բան, ինչ որ ֆալշ բան չի հանդուրժում, ու ամեն ինչ պիտի sense հնարավորինս հասցվի կատարյալին կարելի ասել, ինչքան որ հնարավոր է։ Այս այդ բարդերու այդ բարդություններ հետաքրքիր ու իմ համար արդեն պատկերացրեք, էլ արդեն կարևոր չէր, հիմա որ արդեն եկավ հասավ այն պահը, որ պիտի ելույթ ունենանք, իմ համար արդեն այդքան նշանակություն ոնց որ չունենար, որտեղ այդ process-ը, որ անընդհատ մենք աշխատում ենք ու նոր բան սովորեցի, հաղթահարեցի մի level, նորից հետո նոր առաջադրանքներ, նոր ինչ որ բան, ու հետո նայում ես, որ sense մի հրաշալի ոնց որ տենց դնես ինչ որ մի բան հղկես, մշակես, ինչքան շատ մշակես, այնքան ինքը տենց լավ բան կստանաս, չէ՞, արդյունք, ապրանքներ։ Միայն ամսից 11-ին եք խաղալու, թե ինքը խաղացանկային է դառնում։ Կդառնա խաղացանկային, շատ հետաքրքիր է։ Գիտեք ինչ առումով ինքը բոլորի համար է։ Այն փոքր մենք իհարկե այնտեղ նշել ենք 12+, բայց բոլոր տարիքի երեխաների համար բոլորին հասանելի է ու մինչև գիտեք ասեն խորագետ գիտնական կարելի ասել տիեզերական ինչ որ թեմաներով հետաքրքիր այդ կարգի մեջ այտենց պարունակում է այդ կարգի գաղափար իմաստ ու երեխաների համար երբ ոնց որ հեքիաթ լինի որտեղ շատ գեղեցիկ է նաև ձևավորումը շատ է շատ են գալի առհասարակ երեխաների հետ ծնողները շատ են գալիս մնջախաղի եթե մանկական ներկայացումներ ունեն չէ մանկականի մասին չի խոսքը Այնպես մի քիչ դպրոցական տարիք է գալիս են, բայց ոչ այդքան շատ։ Պատկերացրեք, հա, երեխաները ավելի լավ են հասկանում, հա։ Որտեղ մեծերը ամեն ինչ ասես կոնկրետ արդեն մտածող ինչ որ բան, երեխաներից գայական ավելի ուժեղ է։ Ամեն շարժումին հետևելը։ Հա։ Ու փոքր տարիքի երեխաներին էլ շատ հետաքրքիր կլինի, որտեղ շատ հեքիաթի նման է։ Եվ ձևավորումն այդպես հեքիաթային եւ իմաստ իրանք այդպես հեքիաթ կընկալեն։ Հեքիաթ իրանց համար ինչ է, չարու, բարի, կռիվ, չէ՞, հետո պիտի բարին հաղթի։ Հետո ինչն է լավ, որ ես չեմ ուզում որ շատ նախ եւ թեմայից խոսենք եւ ինչ որ տենց խոսքեր լինեին, մեջ որ կոնկրետացնենք, որ ամեն մեկը կընկալի իր մտածողության, իր հոգու խորության այդ սահմաններում։ Մեկը կարող է իրեն տեսնի դրա մեջ, մեկը ինչ որ իր ասենք ավելի գլոբալ խնդիրներ տեսնի, երկրի խնդիր տեսնի, բնության խնդիր, արարման ամեն ինչ կարելի է մեջը տեսնել, էլի։ Ես հենց շատ հավանում եմ հենց այդ ներկայացումը։ Ինչ պլաններ ունեք ապագայի հետ կապված արդեն կան մտքեր նոր ներկայացումների, չգիտեմ, նոր պիեսների։ Պատկերացրեք, հա, որ աշխատում ես ինքը ավելի գալիս է նոր թեմաներ, ուղղակի քանի դեռ սրա վրա կենտրոնացած ենք, կհանձնենք ու կսկսենք աշխատել։ Կհասցնեք այս տարի թե էլի այդպես երկար կաշխատեք, թե արդեն առաջի փորձը որ կա, էլ պետք չի 9 ամիս։ Հա, կարծում եմ արդեն ավելի արագ կընթանա process-ը։
ուղղակի Յուրի Կոստանյանն ինքը հետաքրքիր վարպետ է, որ ինքը իր մոտ դադար չկա։ Ամեն մի կարծում եմ, որ ներկայացումը նույնիսկ հանձնելուց հետո, եթե մի փորձ անենք, ինքը նորից անպայման էլ ինչ որ նոր բան կավելացնի, նոր բան ինքը իր մոտ չկա ասեն ստանդարտ կոնկրետ քարացած վիճակ։ Դե հետաքրքիր է այդպես։ Շատ։ Հետաքրքիր է։ Որտեղ անդադ դու ուսանելի process-ի մեջ ես։ Վերջի հետաքրքիր են ռեժիսորների հետ աշխատելու, ովքեր որ ներկայացումը արդեն դրված է, արդեն բեմադրված է, պրեմիերան եղել է եւ հաջորդ ներկայացումը ինքը արդեն փոփոխում է։ Ճիշտ է, դե բան նյարդայնանում ես, որովհետեւ այո, սկզբից որ մենք աշխատում էինք, դա էլ էր ինձ համար շատ անսովոր, ասվեց մի բան, կենտրոնացա ինչ որ մի բանի վրա, մեկ էլ չէ, հիմա ասենց անենք ավելի լավ, ես ոնց որ շոկ ապրեի, տեսակ ստրես էր մոտ լինում, ոնց թե բա սենց էինք որոշել, բա մենք սենց հասկացանք, որ պիտի արվի եւ այլն։ Հետո քիչ-քիչ ես դրան ընտելացա, ու լիքը տենց բաների, որ ես սենց քիչ-քիչ հաղթահարեցի։ Նաեւ կարելի ասել ոչ միայն դերասանական, նաեւ ռեժիսորական դասեր եմ ստանում իրենից։ Մի խոսքով համ խաղալու եք, համ բեմադրելու եք ապագայում, համ պիես եք գրելու, ուրիշ էլ տարբերակներ կան, թե այդ երեքով սահմանափակվենք։ Ես նաև քանի որ կրթությամբ երաժիշտ եմ, երաժշտական ձևավորումը ես եմ արել, որտեղ ոչ այնքան որպես չի ասի շատ ուժեղ երաժիշտ եմ, բայց երաժշտական զգայական զգացողությունս երաժշտական շատ ուժեղ է եւ շատ հետաքրքիր բազմերանգ ստեղծագործություններ են, նախ շատ գրել եք երաժշտություն այսինքն։ Չէ, ընտրել ենք, բայց շատ հետաքրքիր ու շատ համապատասխան ու էլի շատ միստիկ բաներ կան մեջը։ Նաև լինելու է կենթանի երաժշտություն, ֆլեյտայի հնչողություն, ձայնային, այդպես այս բեմադրության մեջ Մնջախաղի թատրոնը հանդիսատեսի խնդիր ունի, թե այսինքն միայն ունեք, չգիտեմ, ֆիքսված հանդիսատես, ովքեր որ մնջախաղի սիրահարներ իրանք են գալիս, թե անընդհատ փոփոխվում է հանդիսատեսը։ Առհասարակ Լեբլեցուն դալիչներում են անցնում ներկայացումները։ Շատ տարբեր։ Այս վերջերս ունեցան իրենք պրեմիերաներ, ես շատ մենջախաղի թատրոնի միջից չեմ կարող այդպես խոսել իրենց անունից, ոնց որ հա, նկատել եմ Լեբլեցուն է լինում, եթե նոր ներկայացումներ լինում են հատկապես լավ հանդիսատեսը բարձր մակարդակի, գիտակ, մարդիկ իրանք բաց չեն թողնի նման ներկայացումները։ Շատ ավելի հետաքրքիր է, եթե ցանկացած դերասան ինչ որ չափով ունի առնչություն մնջախաղի հետ, մնացած ասպարեզներում ինքը ավելի լավ է դրսևորվում։ Որովհետև նես չի որ միայն զուտ խոսք, դա շարժումները շատ կարևոր են, ու հետո ինչքան բարդ է, չէ՞, տեսեք մենք հիմա խոսում ենք, մեր ասելիքը տենց դուք պատկերացրեք այդ ասելիքը փոխանցես առանց բառի, առանց խոսքի, բայց այնպես պիտի անես, որ ընթերնելի լինի հանդիսատեսի համար։ Դե իհարկե։ Դե բարդ է ու հետաքրքիր։ Իսկական արվեստ է։ Ես որ նայում եմ ներկայացում մնջախաղի, ինձ համար դա շատ բարդ ու շատ գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ է, բայց շատ բարդ է, որովհետև թե բնականաբար դու պետք է այդ ամբողջ ինֆորմացիան փոխանցես առանց խոսքի։ Ես շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք, ես ձեզ հաջողություն եմ մաղթում եւ ավելի 11-ին եւ առհասարակ դրանից հետո ինչքան որ այս ներկայացումը կխաղաք եւ իհարկե շնորհակալ եմ, որ մաքսիմալ ակտիվ եք լինելու, որովհետև այո, ինչքան նոր ներկայացումներ ծնվեն, ինչքան պրեմիերաներ լինեն, այնքան երեխաները, հասարակությունը, երիտասարդությունը կկրթվի։ Ես էլ ուզում դասել, իսկ մենք դրա շատ մեծ պակասը եւ բացը ունենք։ Շնորհակալ եմ։ Լավ եք։ Դուք էլ համեցեք։ Այո, հուսով եմ հրավիրված ենք մենք։ Իհարկե։ Շնորհակալ եմ շատ։ Ուրբաթ օր է, նկատի ունեցեք։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, գովազդ մեր եթերում, մնացեք մեզ հետ, Կենտրոնի առավոտը շարունակվում է։